Անդրանիկը իդեպ շատ մարգարեաբար ինքը ամենակատաղի թշնամին է եղել այդ խաղաղության քարոզի։ Այն ժամանակ էլ են եղել խաղաղության քարոզներ, խոսք 1918-20, որ ասել է չի լինելու թուրքերի հետ խաղաղություն չի լինելու, Բաթումի պայմանագիր էին ստորագրում, չի մեզ էին ստորագրում, ասում է չի լինելու, դուք ինչ ուզում եք արեք, ես չեմ հավատում թուրքերի հետ խաղաղության։ Եվ ուրեմն այսպեսի մի դեպք կա, մարզը չասեմ, 18 թվականին, որ Դեպասիկը քիչ թե շատ պատմությունից իմացող մարդիկ հասկանան, որ մարզում է, այո, որտեղ Սարդարապետին չմասնակցեց, Բաշաբանին չմասնակցեց, ուր գնաց։ այո, ուրեմն բանը այդ հայ-թուրքական այդ ճակատամա պատերազմների ժամանակա, երբ մի կողմից քարոզում են խաղաղություն, եւ մյուս կողմից այդ խաղաղության կոնտեքստում թուրքերը շարունակում են կոտորել անզեն այ բնակչության եւ մի կա դիմադրություն մեր ուրեմն փառապանց զորավարների կողմից, մեկն էլ Անդրանիկը։ Եվ Անդրանիկին ինչն էր հատուկ սպիտակ ձին։ Աստաններ ունեի դեպի ես թե չեմ սխալվում։ Սպիտակ ձիով էր նաեւ թուրք փաշան։ Այդ Հայաստանը օկուպացրած թուրքական զորքերի հրամանատարներ։ Եվ կա մի դրվագ, որ տեսնում են, որ սարից իջնում է սպիտակ ձիով ձին դիմացից մի ջոկա զինված եւ մտածում են, որ թուրք փաշան է գալիս, այսինքն գնում են դիմավորելու աղովածով խաղաղության կողմնակից մի մասա եւ որ տեսնում են Անդրանիկն է, ասենց հիասթափություն են ապրում, ասում են այս Անդրանիկը ինչ է եղել, ասում են մենք գիտենք թուրք փաշան է, եկել ենք դիմավորենք, դու խաղաղությանը դեմ ես։ Որ եկա մեզ կոտորեն։ Այսինքն Անդրանիկը բախվում է, ասում է, ոնց ես եկել եմ ձեզ համար իմ կյանքը տամ։ Անդրանիկ տնտեմ իրական Հայաստանի։ Ասում է, չէ, այդ ժամանակում իրական ասում է, չէ, դու դեմ ես խաղաղությանը, դու չես թողում, որ մենք ու թուրքերն այդ ժամանակվա թաթարներ, այսինքն ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք, գնա մեր գյուղից մի դարձու մեր գյուղը ռազմական թատերա